դա արդեն կատարված փաստույթ ունենք հարկային օրենսգիրքը, որովհետև քննարկումների process-ի մեջ է։ Այսինքն ձեր հարցերը ձևակերպեք այնպես, որ դեռևս օրենսգիրքը չի ընդունվել։ Դուք այսինքն հարցը ձևակերպում եք այնպես, իբր արդեն հարկային օրենսգիրքը ընդունվել է։ Մեր իրականությունից ելնելով, պարոն Սաֆարյան, մեր իրականությունից ելնելով, սովորաբար նախագծերը շատ չեն փոխվում։ Ես կարծում եմ երկու բանում ենք սխալվում։ Առաջինը, որ հիմա քննարկումների process-ում է գտնվում օրենսգիրքը, եւ երկրորդը ես չէ, որ անմիջական հարկային օրենսգիրքը ներկայացնելու եմ եւ այդ բոլոր հարցերը։ Ամենայն դեպս ձեր կարծիքը եկամտահարկի 2-ից 7% բարձրացման մասին, միջին խավի հարկերը ծանրացնում եք։ Ես առաջարկում եմ, որպեսզի այդ հարցերը քննարկական այն մարդկանց հետ, որոնք մշակել են եւ այսօր շարունակում են քննարկումները այդ հարցերի վերաբերյալ։ Պարոն Սաֆարյան, այդ հարցից դուրս 2016-ի բյուջեն, մենք ինչ նախադրյալներ ունենք, ըստ ձեզ, մենք կարողանանք կատարել բյուջեն ձեր կանխատեսումը 2016։ Հաշվառանով որ նախորդը թերակատարվում։ Ինչպես։ Հաշվառանով որ նախորդը թերակատարվում։ Նման անմիջական կապ չունի, այսինքն նախորդի եւ այսօրվա հարկերի կատարում։ Այսօրվա դրությամբ դեռևս որևէ հստակ հաստատներ չկան, որ բյուջեն չի կատարվում։ Իհարկե որոշակի ռիսկեր կան, բայց կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա չզուգացնել այդպես հնարավորություն։ Մասնավորապես ռիսկերը որտեղ են տեսնում։ Ռիսկերը տնտեսական աճի բնագավառում եւ դրանից բխում մնացած մասնակցություններ։ Պարոն Սաֆարյան, ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանին բաժին հասնող մաքսատուրքերի չափականակը չի հասնում այն սահմանված չափին, որը կանխատեսել էր մեր կառավարությունը եւ դեռ գնալով նվազում է։ Այ ինչու է այս իրավիճակը ստեղծվել, ինչու չկարողացավ կառավարությունը ճիշտ կանխատեսել այդ դեպքը։ Գիտեք, եթե կա որևէ բանաձև, որը կառավարությունը այլ բանաձև է օգտագործել, մենք կարող ենք այդ թեմայի շուրջ զրուցել։ Մաքսատուրքերի ճիշտ կանխատեսումը, այսինքն դա կատարել էր ոչ ԵՏՄ-ի մեջ միայն Հայաստանը չի մտնում, կարծում եմ տեղյակ եք, բոլոր երկրները, որոնք մտնում են ԵՏՄ-ի մեջ, այդ նույն կանխատեսումները ունեին, ինչ որ ձեզ հայտնի ժամանակաշրջանում կառավարությունը ներկայացրել է, սակայն այդ փոփոխությունները, այսինքն բոլոր երկրները, որոնք ԵՏՄ-ի մեջ մտնում էին, այն ժամանակվա կանխատեսումները այդպիսին էին, ինչպիսին Հայաստանի կանխատեսումներն են։ Դա միայն Հայաստանը ինքը առանձին չվերսեց կանխատեսումներ արեց։ Ուղղակի զանազան պատճառների հետևանքով, որոնք դուք բազում առիթներ է լինում ասելու կանխատեսումը եւ կանխագուշակումը դրանք տարբեր բաներ են։ Այսինքն երբ որ դուք գնում եք գուշակի մոտ եւ ինքը ձեզ ոչ ճիշտ բան է ասում, դուք կարող եք իրենից նեղանալ, բայց կանխատեսումը որոշակի մեթոդիկաներով կատարվող գործողություն է, որի մեջ կան նաեւ անորոշության գործոններ, որոնք հնարավոր չի կանխատեսել, որոնք որևէ մեկը չի կարող ապացուցել, որ այդ գործոնը պետք է այսպեսին լիներ։ Այդ ինքնով բոլորն էլ կարող են ասել, այդպեսակ այսպեսին եղավ։ Ուզում եմ ասեմ, այդ կանխատեսումը, որը կատարված էր ժամանակին 14 թվականի վերջին, որտեղ ես երեք ազգային ժողով լսում էի, այդ կանխատեսումները, որոնք կատարված են այն մեթոդիկայով, ինչ որ գոյություն ունի, այսինքն այն իրողությունները, որոնք կային։ Հետո իրողությունները որոշակի փոփոխություն ենթարկեցին, որը բոլորովին կանխատեսողների մեղքը չէր։ Կներեք մի քիչ երկար պատասխանեցի։ Մաքսատուրքերը մեր բաժին առաջիկա մերի նվազել է։ Վստահ չեմ, որ նվազել են, տեմպը համենայն դեպս չեմ կարծում, որ կնվազի։